Ինչպես պիտի հագնվի քրիստոնյա կինը։ Երբ կանանց եւ երիտասարդ աղջիկներին ասում ես, որ քրիստոնյան պիտի փակ հագնվի, քրիստոնյան չպիտի ի ցույց դնի իր մարմինը, ասում են, հո մենք մահմեդական չենք, որ փակ հագնվենք։ Ցավալի է լսել այսպիսի խոսքեր։ Մեծ ցավ է, որ մեր ժամանակներում փակ հագնվելը, քրիստոնյային վայել հագնվելը համարվում է հետամնացություն կամ էլ մահմեդականություն։ Մեծ ու խորը ցավ է այս ամենը։ Սա մեծ աղետ է մեզ համար։ Սա ողբի պատճառ է, կսկիծ է։ Սա իրականում հոգևոր մահ է։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը կործանվում է։ Ու հիմա մեծամասնությունն է այդպես կարծում եւ մանավանդ երիտասարդները։ Երիտասարդ տղաները մեծ սիրով եւ հաճույքով նայում են նույն երիտասարդ աղջիկներին եւ կանանց, ովքեր կուրծքը կիսաբաց քայլում են, ովքեր ազդրերն են բացում, ովքեր իրենց ոտքերը բաց քայլում են բոլոր տղամարդկանց առջև, ովքեր այնպիսի շորեր են հագնում, որ անգամ իսկապես ներքնազգեստի գույնն է երևում։ Եվ այս ամենը իհարկե հոգևոր մահ է։ Այս ամենը ոչ միայն Հայաստանում է, այլ կարելի ասել ուրիշ տեղերից Հայաստան եկավ։ Ըստ եկեղեցու Սուրբ Հայրերի բոլոր այս կանանց հագնվածքը քրիստոնեական չէ։ Քրիստոնյա կինը երբեք իրեն թույլ չի տա ոտքերը մինչև ազդրերը բացել կամ անգամ կամանչի ծնկները բացել ուրիշի առջև։ Քրիստոնյա կինը երբեք չի հագնվի այնպես, որ դիմացինը գայթակղվի կամ իր ներքնազգեստի գույնը տեսնի։ Քրիստոնյա կինն ընդհանրապես չպիտի ընկնի նորաձևության հետևից, քանզի քրիստոնյայի համար այդ ամենը խորթ է ու տհաճ։ Իրականում նորաձևությունը սատանայի թակարդն է, որով կործանում է մարդկանց հոգիները, դարձնելով սնափառ ու հպարտ։ Նորաձևությանը հետևող կինը, նաև տղամարդիկ, այս աշխարհի ունայնությամբ են հիվանդ, եւ նրանց սրտերը տրված են կտորներին։ Ով ցանկանում է, որ իր հագուստը կամ կոշիկները սազեն իրեն մարդկանց դուր գալու նպատակով, ակնհայտորեն տառապում է մարդահաճությունից, հեռանում է Աստծուց եւ ամենանշան բաներում անգամ դրսևորում է ունայնության հիվանդությունը։ Սուրբ Բարսեղմեց։ Մարդը կարող է մաքուր հագնվել, կոկիկ լինել, բայց երբ շորերով ուրախանում է, ուրեմն ինքը չգիտի ուրախությունն ինչ բան է եւ ինչով կարելի է ուրախանալ։ Նույնը վերաբերվում է տեխնիկային, հեռախոսներին եւ մնացած այն բաներին, որոնք ոչ թե օգնում են, որ հոգին փրկվի, այլ ընդհակառակը սնափառության եւ հպարտության պատճառ են դարձել։ Եթե մարմինը մերկ է, ուրեմն հաստատ սիրտն էլ մերկ է, քանզի չի կարող մարդը սրտում սուրբ լինել ու կիսամերկ քայլել կամ նկարվել ու հիանալ, որ օտար տղամարդիկ իր կիսամերկ նկարները հավանում են։ Քրիստոնեությունը չի հանդուրժում այս ամենը, իսկ նման տեսքով եկեղեցի մտնելը կրկնակի անգամ դատապարտելի է եւ մեղք է համարվում։ Կամ ում է պետք է թե անգամ եկեղեցում փակեք ձեր մարմինը ու հետո նորից մերկացնեք։ Այսօր ենք հասել, այսինչ արժեքներ են քարոզվում, այսինչ նոր քրիստոնեություն է հորինվել մարդկանց կողմից։ Մի օրինակ բերեմ Սուրբ Հակոբ Մզբնա Հայրապետի վարքից։ Նրա վարքում կարդում ենք. Երբ նա մոտեցավ Արտամետ գյուղին, որը գտնվում էր Մասիսի ստորոտում, ճանապարհին մի աղբյուր տեսավ, որտեղ լվացվող աղջիկների եւ կանանց խմբեր կային։ Կանայք չպատկառեցին Սուրբից ու չծածկեցին իրենց սրունքները, այլ անփութությամբ եւ անամոթաբար արհամարեցին նրան, ոմանք էլ անգամ ծաղրում էին Աստծո մարդուն։ Սուրբը նզովեց աղբյուրը, որն անմիջապես ցամաքեց, իսկ աղջիկների մազերը պառավների պես սպիտակեցին։ Առաջ անգամ սրունքները հոգևորականի առջև եւ ընդհանրապես տղամարդու առջև բացելը ամոթ էր համարվում, ճիշտ չէր համարվում։ Իսկ հիմա կանայք բաց ոտքերով ու դեկոլտե շորերով կանգնում են հոգևորականների առջև եւ չեն էլ ամաչում, կամ անգամ ծնկի են գալիս։ Բայց եթե նայենք եկեղեցու սրբապատկերներին, ապա կտեսնենք բազում սուրբ կանանց, ովքեր ոչ հետամնաց են եղել, եւ ոչ էլ մահմեդական են եղել, եւ ոչ էլ ընդհանրապես կապ ունեն այդ ամենի հետ, այլ ընդամենը
քրիստոնյա են եղել։ Հիմա էլ տեսնում ենք քրիստոնյա կանանց, ովքեր չեն բացում իրենց մարմնի մասերը, բայց մաքուր ու կոկիկ են հագնում։ Պետք չէ ասել, թե սրբապատկերների հագուստները առաջին դարի կամ երկրորդ, երրորդ դարերի հագուստներ են։ Հիմա էլ կան այնպիսի հագուստներ, որոնք փակում են մարմինը։ Առաջ բոլոր քրիստոնյա աղջիկներն ու կանայք միշտ փակ գլխով են եղել, եւ դա ոչ մի կապ չունի մահմեդականության հետ, քանզի մահմեդականությունը դարեր հետո է հաստատվել։ Ժամանակի ընթացքում քրիստոնյա կանայք կամաց դադարեցին հետևել իրենց համար օրինակ հանդիսացող սուրբ կանանց, այլ նմանվեցին աշխարհի կողմից սիրված կանանց, ովքեր ճակերտավոր ազատություն եւ նորաձևություն քարոզեցին ու գրավեցին շատերի սրտերը։ Մատթեոսի ավետարանում կարդում ենք. «Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով»։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։ Տիմոթեոսին ուղված իր առաջին նամակում Սուրբ Պողոս առաքյալը ասում է. նույնպես եւ կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, այսինքն հոգին զարդարեն առաքինություններով, եւ թվարկում է ամոթ խացությամբ եւ պարկեշտությամբ։ Իսկ միթե ամոթ ունեցող կինը կբացի իր ազդրերը կամ մարմնի մեկ այլ մաս։ Սուրբ Պողոս առաքյալը ասում է. թող կանայք զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է կանանց, որոնք հանձն են առել աստվածպաշտությունը։ Սուրբ Պողոս առաքյալը հստակ ասում է, որ կինը չպիտի իրեն զարդարի ճոխ հագուստներով եւ ապականացու ոսկեղենով, եւ եկեղեցու հայրերը դա հաստատում են իրենց մեկնություններում, ասելով, որ կինը ոչ թե իրեն պիտի զարդարի եւ գայթակղության աղբյուր դառնա, այլ պիտի առաքինություններով զարդարված լինի։ Պետք է այնպիսի պարկեշտ վարք ունենա, որ տղամարդիկ զգաստանան իր մոտ։ Իսկ ինչ է ասում Սուրբ Հովհաննես ավետարանիչը։ Իր առաջին ընթերական թղթում Սուրբ առաքյալը գրում է. եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է եւ այս կյանքի ամբարտավանություն, որը հորից չէ, այլ այս աշխարհից։ Թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Այսինքն Աստվածապաշտ կնոջ համար երբեք ընդունելի չի լինի այս աշխարհի դրվածքը, նորաձևությունը եւ այն ամենը, ինչ որ աշխարհը մատուցում է իբրև բարիք, այլ նա կնայի այն ամենին, ինչը Աստծուն է հաճելի։ Իհարկե նույնը վերաբերվում է նաեւ տղամարդկանց։ Սիրակի գրքում կարդում ենք. շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը եւ համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար։ Իսկ հոգու զսպվածությունը, ամոթխածությունը երևում է նաեւ արտաքինից, թե ինչպես է հագնվում կինը։ Բոլորիս համար խոնարհության եւ առաքինության օրինակ է մեր Սուրբ Տիրամայրը։ Սուրբ Իգնատիոս Աստվածազգյացը Տիրամոր մասին գրում է. Մեզ մոտ բոլորը գիտեն, որ Սուրբ Հույս Աստվածածինը լցված էր շնորհներով եւ բոլոր տեսակի առաքինություններով։ Պատմում են, որ նա հալածանքների եւ տառապանքների մեջ միշտ ուրախ էր, կարիքների եւ աղքատության մեջ չէր տխրում։ Իրեն վիրավորողների վրա չէր բարկանում, բայց նույնիսկ օրհնում էր նրանց։ Բարեկեցության մեջ հեզ էր, ողորմած էր աղքատների հանդեպ եւ օգնում էր նրանց, ինչպես եւ ինչով կարող էր։ Ամեն բարի գործի եւ առաքինությունների մեջ օրինակ էր։ Նա հատկապես սիրում էր խոնարհներին, քանզի ինքն էլ լցված էր կատարյալ խոնարհությամբ։ Նրան տեսնողները շատ էին գովաբանում նրան։ Մարդիկ, ովքեր արժանի են վստահության, նրա մասին պատմում են, որ իր սրբությամբ նրա մեջ միացած էին հրեշտակայինն ու մարդկայինը։ Սուրբ Նրսե շնորհալին գրում է. պատվիրում եմ նաև ձեզ կանայք, որ պարկեշտ եւ բարեձև լինեք ամեն ինչում, ինչպես վայել է քրիստոնյաներին։ Ոսկուց ու արծաթից ավելի ամոթ խացությամբ եւ պատկառանքով ձեր անձերը զարդարեք, եւ թող ոչ ոք օտար ներկերով իր երեսը չայլագունի։ Սուրբ Հովհան ոսկեբերանը
Ընդհանրապես խորհուրդ է տալիս, որպեսզի որևէ մի կին ինքն իրեն չզարդարի ապականացու ոսկեղեններով եւ այլ զարդարանքներով։ Սակայն եթե կանայք կրում են ոսկին, գոնե եկեղեցի գնալուց պիտի այդ զարդարանքները հանեն, ինչպես գրում է Սուրբ Հայրապետը։ Կանայք, երբ գնում են եկեղեցի, պետք է հանեն զարդերը։ Եկեղեցին ստեղծվել է ոչ թե նրա համար, որպեսզի այնտեղ ապականացու հարստություն ցույց տան, այլ որպեսզի հոգևոր հարստություն հավաքեն։ Իսկ դուք կարծես ցուցահանդեսի եկած լինեք զարդերով զարդարված եւ ընդօրինակելով դերասանուհիներին, հագնվում եք նույն անհեթեթ շքեղությամբ։ Այս դեպքում դուք գալիս եք եկեղեցի ի վնաս շատերի։ Նորից Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մի ասա ինձ մարմնի գեղեցկության մասին, այլ նայիր հոգու առաքինություններին։ Ինչ է իրենից ներկայացնում գեղեցիկ կինը, զարդարված դագաղ, եթե նա իրեն չի զարդարել ողջախոհությամբ»։ Իսկ Սուրբ Բարսեղ մեծը գրում է. «Կանայք չպետք է ավելի գեղեցկանալու համար զարդարվեն, այսինքն գայթակղիչ հագուստներ էլ հագնեն, այլ պետք է ջանան եւ հոգ տանեն բարի գործերի համար, եւ այս հոգեվոր զարդարանքը պետք է հարգվի ճշմարիտ եւ պարկեշտ քրիստոնյա կանանց կողմից»։ Մնացածն ամեն մեկի գործն է։ Պիտի մարդը որոշի, արդյոք ես իսկապես քրիստոնյա եմ եւ ուզում եմ այնպիսին լինել, ինչպես որ Աստված է ուզում, թե ճակերտավոր այդ սուտ քրիստոնեության կրողն եմ եւ ուղղակի կոչումն եմ ինձ վրա վերցնում։ Իսկ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ ուղղակի քրիստոնյա կոչմամբ որևէ մեկը չի փրկվելու։